Ուրեմն միջև սկսելը կուզենայի ձեզ մի կես բերան ներկայացնել, թե ոնց է ընդհանուր լինելու։ Ամբողջ կոնտենտը ներկայացնում եմ անգլերեն բառերով, այսինքն անգլերեն տերմինոլոգիայով, ինչի համար, որովհետև ես նախ անգլերենին եմ ծանոթ, հայկականին ծանոթ չեմ ու չգիտեմ ինչ կարամ ասեմ, նույնիսկ խայտարակ լինեմ։ Դրա համար ինչ գիտեմ, այդ եմ ներկայացնելու ու ցանկալի է, որ դուք նույնպես այդ տերմինոլոգիային սկսեք ծանոթանալ, եթե ծանոթ չեք, որտեղ պետք է գալու թրեյդինգի մեջ։ Եկեք հասկանանք, թե ինչա կրիպտոարժույթը։ Կրիպտոարժույթը ինքը թվային փող է, որը որ ոչ մի ձևով թղթադրամի տեսքով չեք կարող տեսնել, միայն կոդ, մաքուր հալալ զուլալ կոդ։ Ինչա ինքը իրայից ենթադրում։ Ինքը 100%-անոց թվային է, լավ, ինքը սահման չունի։ Այսինքն սահմանափակված չի, ոնց որ եվրոն, Եվրոպական միության դրամը Հայաստանում, չգիտեմ, դոլարը ամերիկյան, Ամերիկա, Կանադա եւ այլն, ինքը ամբողջ աշխարհով մեկ հասանելի է։ Ինքը private է, հետեւաբար մենակ դուք մուտք ունեք ձեր կաշիլոկին, դուք կարող եք տրամադրել, կա այնտեղ երկու կտոր, որը որ կխոսենք private key, public key, որտեղ որ մարդիկ կարան տեսնեն ինչքան գումար ունեք, բայց չեն կարող իմանան, թե դուք ով եք, որտեղից եք եւ այլն։ Ուղղակի կարան իմանան, որ չգիտեմ, այս դրամապանակի մեջ $1000 կա կամ 10 միլիարդ կա։ Ուրիշ ոչինչ չեն կարող իմանան, private key-ն արդեն այնա, որ կարողանան մուտք գործեն։ Էդի հետո խաբեբայության կտորի մասին կխոսենք, որպեսզի դուք ապահով լինեք, լավ։ Հետո ապա կենտրոնացված է։ Ինչա սա նշանակում, որ ոչ մի պետություն, ոչ մի բանկ, ոչ մեկ չի կառավարում այն։ Լավ, կրիպտոարժույթները ոչ մեկ չի կառավարում։ Ինքը հալալ կոդ է, զուլալ կոդ է, որը որ միայն ու միայն այդ կոդի միջոցով է աշխատում։ Այսինքն կոդը ասեցինք ու ինքը շատ ապահով տեսակ է փողի, որը որ ոչ մի ձևով չես կարա կրկնապատկես, չես կարա սխալ տրանզակցիաներ ուղարկես եւ այլն, այսինքն ցանկացած գործարք, որ տեղի է ունենում, միլիոնավոր կոմպերի մեջ նույն այդ գործարքը տպվում է, որ հանկարծ եթե մեկը ուզենա սխալ ինչ-որ փոխանցում անի, այդ փոխանցումը ուրիշ տեղից ուրիշ տեղ բանի խակերական ատականներ լինի, ուղղակի այդ բոլոր ստրուկտուրային երևալու է, որ չի բռնում, հա, կոդը, սխալ կոդ է ու ինքը ավտոմատ reject է լինելու, չեղարկվելու է։ Այսինքն այս մասով մենք հասկանում ենք, որ կրիպտոարժույթը ինքը պարզապես թվային փող է, որը որ աննկարագրելի հզոր է իր էությամբ, որ ապահով է ու որտեղ ուզես, երբ ուզես կարաս ծախսես։ Այդքանը։